Հայ եկեղեցու բարեկարգում շարժումը նախաձեռնած տիրադավ անդամներից այժմ արդեն կարգալույս հոգևորական Արման Սարոյան անունով անձը իր նույնաբովանդակ հարցազրույցներից մեկում հերթական անգամ ամենայն հայոց հայրապետին մեղադրեց հայ եկեղեցին օտար ուժերի ծառայեցնելու մեջ և նշեց, թե իբր հայ եկեղեցու թեմերից մեկի անվանման մեջ ավելացվել է ուղղափառ բառը և դա մեկնաբանեց իբրև հայ եկեղեցին օտար եկեղեցուն զուլելու նշան։ Առնվազն տարակուսելի է, որ աշխարհի բարձրակարգ համալսարաններում կրթություն ստացած նախկին հոգևորականը, ով նաև եղել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ, այսինքն սերունդ է կրթել, նման թերի և նվազ գիտելիք ունի հայ եկեղեցու դավանաբանության հարցում։ Այո, հայ եկեղեցին ուղղափառ է, այսինքն ճշմարիտ դավանանք ունեցող, հակառակ պնդումը հերձված է։ Նաև մեր առօրյա խոսակցականում մենք արևելյան քաղկեդոնական եկեղեցիներին անվանում ենք նաև ուղղափառ, օրինակ ռուս ուղղափառ եկեղեցի, սերբ ուղղափառ եկեղեցի, վրաց ուղղափառ եկեղեցի, միևնույն ժամանակ չժխտելով մեր ուղղափառությունը։ Ի վերջո, մեզ դավանակից արևելյան եկեղեցիների գրեթե բոլորի պաշտոնական անվանման մեջ առկա է ուղղափառ բառը, օրինակ Ղպտի ուղղափառ եկեղեցի, և սա ամենևին չի նշանակում, որ ուղղափառ անվանվելով այդ եկեղեցին զուլվում է օտար եկեղեցու։ Եվ հիրավի առաքելական անվանումը բնորոշ է միայն ու միայն հայոց եկեղեցուն, թեև մենք լիարժեք ընդունում ենք, թե քաղկեդոնական ուղղափառ եկեղեցիների և ոչ քաղկեդոնական եկեղեցիների առաքելական, այսինքն առաքելահիմն լինելը։ Մեր եկեղեցին ընդունել է առաքելական անվանում այն պատճառով, որ որոշ օտարներ կասկածի տակ են դրել նրա առաքելահիմն լինելը, փորձելով ասել, թե այն ոչ թե հիմնադրվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդողոմեոս առաքյալների կողմից առաջին դարում, այլ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից չորրորդ դարում։ Եվ ի վերջո հենց մեր եկեղեցու ուղղափառությունը պահպանելու համար է, որ մեր եկեղեցու հայրերը, ողջ հայ ժողովուրդը կյանքի գնով անգամ մշտապես պայքարել են հայ եկեղեցու ուղղափառությունը, անսասանությունը պահպանելու համար և անկասկած այս վերջին շրջանում իրենց բարենորոգիչներ հորդորջացները երբեք ու երբեք չեն կարողանալու խալխլել մեր Սուրբ եկեղեցու անսասանությունը իրենց կեղծ օրակարգերով։